Խոսենք փաստաբան Սերգեյ Հարությունյանի հետ, պարոն Հարությունյան, այսօր ինչ է սպասում դատականիստին, տեղեկություններ կային, որ հնարավոր է խափանմիջոցի հարց քննվի։ Կարծում եմ այո, քննարկվի խափանմիջոցի հարցը, հույսեր միշտ ունենք, քանի որ այստեղ ենք եւ մասնակցում ենք այս process-ին, բայց կարելի ասել քիչ, որովհետեւ մենք 20 թվականից եւ ես եւ իմ գոլեգաները բազմիցս նշել ենք, որ Հայաստանում խտրական արդարադատություն է իրականացվում, բայց տեսեք ինչն է հետաքրքրական, այս գործով կրկնակի խտրականության հետ մենք գործ ունենք, այսինքն մենք գիտենք, որ 18-ն էլ արդար են, 18-ն էլ անմեղ են, բայց անազատության մեջ են այժմ երկուսը, տնային կալանքում են այն անձինք, որոնք քաղաքական անցյալ ունեն, մեկը Արտուրը Սարգսյան, որը պատգամավոր է, մեկը Իգորը, նորից Սարգսյան, եթե չեմ սխալվում, տեսեք, այստեղ մենք կրկնակի խտրականության հետ գործ ունենք, որտեղ 18 արդարներից հենց ֆիքսված անձինք են հիմա անազատության մեջ գտնվում, Չախալյանը եւ Բագրատ Սրբազանը, հուսով եմ, որ ինչ-որ բան կփոխվի, բայց ինչ-որ բան փոխվելը պետք է լինի այնպիսի խափանման միջոց, որ կապված չլինի անազատության հետ, այսինքն նույն տնային կալանքը, ես կարծում եմ, որ չպիտի այդպիսի որոշում լինի Բագրատ Սրբազանի պարագայում, տեսնենք, հուսանք, հասկանալի է ինչ հասճանի ճնշումներ են այժմ Հայաստանում դատական իշխանության նկատմամբ, մենք տեսել ենք բազմաթիվ նմանատիպ դեպքեր, տեսել ենք նաև, որ ոչ ցանկալի, ոչ իշխանահաճո որոշման պարագայում դատավոր է կալանավորվել, այս ամբողջը գիտակցելով, պարզ է ինչ է կատարվում, նաև անազատության մեջ են գտնվում այս պահին 4 սրբազաններ, որոնցից երկուսը նույն խցում, եւ հետաքրքրական է, որ այդ 4 սրբազանների պարագայում մենք կալանքի որոշումները տվել են 2 դատավորներ, դա էլ է հետաքրքրական, ինչևէ սպասենք, տեսնենք, հուսանք դրական փոփոխություն կլինի։ Պարոն Հարությունյան, ամեն դեպքում տեսանք, որ միջազգային տարբեր շրջանակներ այս ընթացքում ավելի ակտիվ արձանագրեցին արկա խնդիրները, այցեր եղան նույնիսկ սրբազաններին, ինչ կփոխի այս միջազգային արձագանքը, թեև դեռևս քիչ է այդ արձագանքը նախկինի համեմատ։ Հարցի վերջում շատ իրավացի ձևակերպեցի, քիչ է արձագանքը, ցավոք սրտի այն համապատասխան ճիշտ արձագանքը, որ պետք է լիներ նմանատիպ աբսուրդային դեպքերի պարագայում, չկա, գրեթե միջազգային հանրությունը լուռ է եւ տեսեք մի փոքր արձագանքի պարագայում փոփոխություն եղավ հենց պայմանավորված դրանով ներկայիս վարչախումբը 1-2 սրբազանների հենց պարագայում փոփոխություն արեց խափանման միջոցում, որ դա պայմանավորված է հենց դրանով, որ ցույց են տալի, որ տեսեք մեր մոտ արդար ամեն ինչ իրավիճակ է փոխվում եւ այլն, քանի դեռ չկա համապատասխան իրական այն արձագանքը դրսից, որը պետք է լիներ, էական փոփոխություններ պետք չէ սպասել, բայց միևնույն ժամանակ գիտակցելով ինչ է կատարվում եւ ովքեր են շահառու նույն առաքելական եկեղեցու դեմ պայքարից, պետք է գիտակցենք, որ լուրջ արձագանք պետք չէ ակնկալել, որովհետեւ այս ամբողջ արշավը հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ շատ դրին է ձեռնտու եւ հարևան երկրներից եւ նաեւ միջազգային լուրջ կառույցների պարագայում, լուրջ խաղացողների պարագայում, դրա համար կարելի ասել ունենք այն վիճակը, որ ներսում է պետք ակնկալել փոփոխություն իրավիճակի, փոփոխություն միայն այդ պարագայում մենք կհասնենք արդյունքի, նաև նույն դրսի արձագանքն էլ ինչ որտեղ պայմանավորված է դրանով։ Հասկանալի է, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։